Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Ղալեչյան, գիտենք, որ Հայաստանի եւ Իրանի միջև ստեղծվել է աշխատանքային խումբ։ Սրա նպատակն է գազի մատակարարման ծավալների ավելացման հնարավորությունների քննարկումն ու զարգացումը։ Ինչ հնարավորություններ է նախ սա տալու, արդյոք հնարավորություն կա իսկապես գազի մատակարարման ծավալների փոփոխության եւ որքանով դա կարող է տեղի ունենալ եւ նաեւ աշխատանքային խումբը կոնկրետ ինչ խնդիր է լուծելու դա։ Շնորհակալություն հրավերի համար, նշեմ, որ վերջերս շատ կարևոր այց ունեցանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն քննարկելու ոլորտային զարգացման ուղղությունները, որոնցից կարևոր նշանակություն ունեցան գազի արտահանման ծավալների մեծացման, ինչպես նաեւ դրան զուգահեռ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների մեծացման հարցերի քննարկումը եւ ինքնին երկուստեք արձանագրվեց հնարավորություններ այս ուղղությամբ աշխատանքներ վարելու եւ արձանագրվեց, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտություն ունի ավելի մեծ ծավալի գազի մատակարարումներ ստանալու եւ մեր գործունեության ենթակառուցվածքի հնարավորությունները թույլ են տալիս ծավալների մեծացման։ Իր հերթին արձանագրվեց նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս ունի էլեկտրաէներգիայի ավելի մեծ ծավալով մատակարարումների կարիք եւ անհրաժեշտություն եւ բնականաբար նպատակարար գտնվեց ստեղծել որոշակի աշխատանքային ու մասնագիտական խմբեր, որոնք հենց կզբաղվեն այս հարցերի, կապավեն այս հարցերի ընթացքը եւ լուծումները մասնավորապես էլեկտրաէներգիա գազի փոխանակման պայմանագրի շրջանակներում։ Եթե դուք ասում եք, որ տեխնիկական սահմանափակումներ գազատարի հզորության հետ կապված կարծես թե չկա եւ հնարավորություն կա մենք կարող ենք ավելի շատ ծավալով գազ ստանալ։ Դեռ իհարկե նախնական է, բայց որքան ծավալի մեծացում կարող ենք ակնկալել մեզ կրկնակի ավելի շատ։ Կարող եմ արձանագրել, որ ծավալների կրկնակի ավելացում ճիշտ կլինի ասել ոչ թե սահմանափակում չկա ծավալների, այլ ուղղակի թողունակության հնարավորություններ թույլ են տալիս կրկնակի ավելացման մասին խոսելու եւ այդ կապակցությամբ նշեմ նաեւ, որ 400 կիլովոլտ էլեկտրաէներգետիկական հաղորդման գծի կառուցման աշխատանքները, որի ավարտը ակնկալում ենք տարեվերջ, հնարավորություն կտա հենց այդ հաղորդման գծի կառուցման արդյունքում ընդլայնել նաև էներգետիկայի կրկնակի չափով ավելացնել նաև էներգետիկայի մատակարարումները։ Երբ եք նախատեսում շահագործումը։ Կապալառու ընկերությունները հավաստում են, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ավարտել, իհարկե որոշ ընթացը շեղումներ եղել են, բայց բոլոր ջանքերը երկուստեք գործադրվում են, նաև մեր գործընկերները նախարարությունում Իրանի Իսլամական Հանրապետության հավաստիացեցին, որ կաջակցեն, որպեսզի տարեվերջ հնարավոր լինի շահագործման հասնել։ Իսկ կարող եք որևէ կերպ նշել, թե որքան կավելանա էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերը։ Կրկնակի ծավալով։ Երկու դեպքում մենք կրկնակի ծավալների արձանագրում ունենք, բայց թերևս նորից փաստեն, որ աշխատանքային խմբի հիմնական նաև նպատակը գործառույթը կլինի այս հստակեցումները բերելը եւ մենք առիթ կունենանք շատ ավելի կոնկրետ հարցին անդրադառնալ հետագայում։ Շատ լավ, Իրանում եղած հանդիպումների շարքում եղել է մի հանդիպում, որտեղ քննարկվել է ճանապարհաշինության, տրանսպորտի եւ ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը եւ նաև արձանագրվել է Քաջան-Ակարակ ճանապարհի շինարարության առաջընթաց, նաև պայմանավորվածություններ կան ձեռք բերված։ Խոսենք նախ Քաջարան-Ագարակ ճանապարհի մասին, հասկանանք, թե այս շինարարության ընթացիկ իրավիճակը ինչպիսին է, երբ եք նախատեսում ավարտը եւ ի վերջո ձեր գնահատմամբ պես ճանապարհը կարող է դառնալ տարածաշրջանային լոգիստիկ առումով կարևոր հանգույց։ Շնորհակալություն հարցի համար, անշուշտ մենք խոսում ենք թերևս ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի մասին, որը իրականում դառնալու է բարձրացնելու է Հայաստանի տարանցիկ ճանապարհ դառնալու, տարանցիկ ենթակառուցված դառնալու հնարավորությունները, խթանելով առևտուրը, խթանելով բեռնափոխադրումները եւ սա հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում այն ճանապարհահատվածն է, որը ապահովում է սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ ապահովում է սահմանից բեռների փոխադրումը, բեռնափոխադրումները, ինչպես նաև ուղևորափոխադրումները։ Ծրագիրը նախատեսում է 32 կիլոմետր ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներ, գոյություն ունեցող ճանապարհը 45 է, որը հենց վերակառուցման արդյունքում է դառնալու 32 կիլոմետր ճանապարհ, ընդ որում այս ճանապարհին մենք նախատեսում ենք մոտավորապես 15 նոր կամուրջներ կառուցել եւ 985 մետր ընդհանուր երկարությամբ երկու թունելներ ունենք
Ժամանակակից ենթակառուցվածք է միջազգային նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող, այն շոշափելիորեն կկրճատի տրանսպորտային երթևեկության ժամանակահատվածը, ասեմ, որ ծրագիրը բավականին հաջող ընթացք է արձանագրել եւ այս ընթացքում առաջընթացը բավարար է մեր համար, թեև նախատեսում ենք ավելի ընդլայնել տեմպերը։ Այս պահին ունենք 615 աշխատակից եւ շուրջ 220 միավոր տեխնիկա ընդգրկված, առաջիկայում ավելացնելու ենք ծավալները, ընդհանուր 52% ծրագրի կատարողական ունենք, առաջընթաց ունենք ֆիզիկական, իսկ աշխատանքները մենք նախատեսում ենք ավարտել 2027 թվականի տարեվերջ։ Ըստ էության հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածում մենք ունենանք առաջի ճանապարհահատվածը եւ վերակառուցված ու արդիականացված ենթակառուցվածքը, որը ինքնին կնպաստի այն թիրախներին ու նպատակներին, որը մենք արձանագրեցինք, թեև ծրագրի մասին խոսելուց ինձ թվում է դա ձեր հարցերի շրջանակում է ներառված լինելու նաև հենց ծրագրի շարունակությունը եւ այլ ռազմավարական ենթակառուցվածքների կառուցումն է։ Լավ, իսկ բեռնափոխադրումների մասով որքան կավելանան ծավալները։ Ընդհանուր առմամբ հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում, հատկապես այս հարավային հատվածում մենք թողունակություն բարձրացման տեխնիկական լուծումներ ենք տվել եւ նախատեսում ենք տարբեր հատվածներում տարբեր թողունակություն, բայց օրինակ 4000 օրական հոսքերի հնարավորություն ենք տեխնիկապես ստեղծելու, իսկ թունելների մասով մինչև 10000 միավոր օրական երթևեկության հոսքեր հնարավոր կլինի սպասարկել։ Տիկին Ղալեչյան, իսկ մաքսային սահմանային ընթացակարգերն ինչպիսին են լինելու, հնարավոր են պարզեցումներ, թե սահմանված կարգերով։ Նախ մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին խոսելը պետք է ասել, որ կարևոր առաջնահերթություն է եւ ռազմավարական նպատակ ունի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ու բարելավման ընդհանուր ծրագրերի իրականացումը, որը այսօր պետք գործընկերները իրականացնում են, դա ենթադրում է նաեւ մաքսակետերի վերակառուցում, գիտեք, որ Մեղրիում նոր մաքսակետ ենք կառուցում եւ արդիականացնում են նպատակը ընդլայնելու կարողությունները եւ տեխնիկական հնարավորությունները, ինչը լրացնում է, փոխլրացնում է հենց ճանապարհային ենթակառուցվածքի կառուցման ծրագիրը եւ ինքնին այդ ռազմավարական նպատակը ամբողջացնում է լրացիչ նոր կամրջի կառուցումը, որը տեխնիկապես անհրաժեշտ է սպասարկելու այն զարգացումները, այն լրացուցիչ հոսքերը եւ բեռնափոխադրումները, որը մենք նպատակ ենք դրել իրագործել։ Եվ այս այցի շրջանակներում շատ կարեւոր էր հենց հատկապես երկրորդ կամրջի կառուցման, Մեղրիում երկրորդ կամրջի կառուցման հարցի քննարկումը եւ դա համատեղ իրագործվող ծրագիր է։ Երբ է նախատեսվում կառուցել կամուրջը։ Ըստ էության մենք անցնում ենք նախագծային աշխատանքների իրականացնելու փուլին եւ երկուստեք արձանագրեցինք, որ իրատեսական եւ ցանկալի արդյունք է, որ 2028 թվականին փորձենք հասնել կամուրջը կառուցենք, առհասարակ լավագույնը կլինի, որ մինչեւ թե մաքսային ենթակառուցվածքի շահագործման հանձնումը, թե 32 կիլոմետր ճանապարհահատվածի շահագործման հանձնումը մենք հնարավորություն ունենանք արդեն նոր կամուրջով կազմակերպել բեռնափոխադրումները եւ երթևեկությունը։ Իսկ նախագիծը որքան կարժենա։ Դեռևս նախագծային արժեքը մասին տեղեկություններ չեմ կարող կիսվել ձեր հետ, սակայն համանման կամուրջների շինարարությունը, օրինակ եթե զուգահեռներ անցկացնենք Բագրատ-Աշենի կամրջի հետ, այն ընդհանուր 10-ից 12 միլիոն ԱՄՆ դոլար է արժացել, եթե նույն տեխնիկական չափանիշները այստեղ կիրառենք եւ այդ ծախսերը համատեղ կֆինանսավորվեն երկու երկրների կողմից, քանի որ այս փուլում դեռևս տեխնիկական աշխատանքն ենք իրականացնում, եւ այս մասով եւս ունենք աշխատանքային խումբ ձևավորված երկու երկրների կողմից, որոնք փաստացի այսօր այդ աշխատանքները անում են եւ իրականում մենք շատ արագ ենք ունենալու նախագիծը եւ նախահաշիվը ավարտված ու անցնելու շինական աշխատանքների։ Իսկ երբ կսկսվի երկրորդ կամրջի շինարարությունը, հստակ են ժամկետները, ավարտը կարծես թե այո։ Մենք պլանավորում ենք ժամկետները, որոշակի քանի որ սահմանային ենթակառուցվածքը ունի իր որոշակի առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նաեւ երկու երկրների միջև մի շարք կանոնակարգումների ընթացակարգերի կիրառման, բայց հղում անելով մեր արդեն գոյություն ունեցող փորձին, ասեմ, որ մենք Բագրատ-Աշենում օրինակ սահմանային կամուրջը կարողացանք 1 տարում շինարարությունը ավարտել, ինչը բավականին լավ արդյունք է։ Ես գտնում եմ, որ նման փորձը նաև արդեն եղած փորձը կկիրառենք այստեղ եւ հնարավորություն կունենանք բոլոր այս ծրագրերին զուգընթաց ամբողջացնել ենթակառուցվածքների կտորը եւ ունենալ նաև կամուրջը կառուցված։ Լավ, իսկ ինչ համագործակցություն է նախատեսում այլ տրանսպորտային ուղղություններով։
կամ նոր ավիաչվերթների բացման ինչ ծրագրեր կան։ Անշուշտ ընթացիկ քննարկումներ կան նոր ավիաչվերթների բացման կամ հնարավորինս գործող հնարավորությունների ընդլայնման, որովհետև հոսքերը ցույց են տալի, որ այդպիսի պահանջարկ կա, դա ընթացքում է այդպիսի քննարկումները, բայց այս պահին կոնկրետ արդյունքներ չեմ կարող արձանագրել։ Առհասարակ բոլոր ուղղություններում մենք ունենք մեր աշխատանքային խմբերը ձևավորված, որոնք որ այս ուղղություններում մեր մասնագետները եւ ոլորտային ներկայացուցիչները որոշակի գործընթաց են իրականացնելու ապահովելով համագործակցության ավելի բարելավված մակարդակ։ Այո, այդ նպատակը արձանագրվել է եւ այդ ուղղությամբ մենք աշխատանքները շարունակում ենք նախարարության համակարգման տիրույթում գտնվող գրեթե բոլոր ուղղություններով։ Հանդիպումների շարքում եղել է նաեւ հետեւյալ քննարկումը, խոսքը ենթակառուցվածքային այլ համագործակցության ընդլայնման հարցերի մասին է եւ Քաջանի Թուլենի նախագիծն է կարևորվել։ Ես ուզում հասկանալ ինչ է քննարկվել, ինչ նոր հաստատված ծրագրեր կան եւ ինչ արդյունքների սպասել։ Շնորհակալություն, տեսեք, տարիներ շարունակ բեռնափոխադրումների հիմնական մեծ խոչընդոտը եղել է Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհահատվածը միջպետական, որովհետև հատկապես խիստ ձմեռվա պայմաններում մշտապես խոչընդոտվել է սահուն երթևեկության կազմակերպումը եւ ունենք նաեւ այնտեղ անվտանգության խնդիր, որովհետև բարձր լեռնային ճանապարհով անցնելը միշտ դանդաղեցնում է ճանապարհը, խնդրահարույց է դարձնում եւ այլն, եւ արկա հոսքերի պայմաններում, ինչպես նաեւ մեր պլանավորած ու կանխատեսվող գոյություն ունեցող ենթակառուցվածքը չի կարող ապահովել արկա պահանջները եւ առանցքային առհասարակ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման մեր հայեցակարգում մեր ռազմավարության մեջ առանցքային դեր ունի Քաջարանի թունելի շինարարությունը։ Խոսքը գնում է 7 կիլոմետր թունելի կառուցման մասին, որը էականորեն կկրճատի բարելավի բեռնափոխադրումների ու երթևեկության պայմանները եւ ունենք 4 կիլոմետր մոտեցող ճանապարհ դեպի թունելը։ Մենք առիթ ունեցանք արդեն պայմանագիր շնորհել եւ պայմանագիր ստորագրել իրանական Աբադրահան եւ Արիանա համատեղ ընկերության հետ եւ առաջիկայում նախատեսում ենք արդեն մեկնարկել շինարարական աշխատանքները։ Այս ծրագիրը կիրագործվի 6 տարում, շինարարական աշխատանքների ավարտի համար 6 տարի ենք նախատեսել, ունենանք նաեւ 2 տարի այսպես երաշխիքային ժամկետ եւ օր առաջ այս թունելի կառուցումը ամբողջությամբ կվերափոխի բեռնափոխադրումների ընթացքը, իրավիճակը ու պայմանները առհասարակ ենթակառուցվածքի համար առանցքային այս խնդիրը ի վերջո կլուծի։ Իսկ շինարարությունը երբ է սկսվել, Տիկին Ղարոջյան։ Մենք պայմանագիրը արդեն ստորագրել ենք եւ հիմա գտնվում ենք մոբիլիզացիայի շրջանում, այսինքն մոբիլիզացնում է տեխնիկան, մարդուժը, նախապատրաստում ենք եւ այս տարի սկսելու ենք շինարարական աշխատանքները, դեռևս նախապատրաստական փուլում ենք։ Հիմա նախագծային վիճակում ենք դեռ, այսինքն ինչ փուլում է նախագիծը։ Քաջանի թունելում մենք ունենք նախագիծ, մենք ունենք պատրաստ նախագիծ եւ անցկացրել ենք միջազգային մրցույթ, որի արդյունքում լավագույն տեխնիկական առաջարկը եւ ֆինանսական ներկայացրել է հենց իրանական ընկերությունը եւ հաղթող է ճանաչվել այս աշխատանքների իրագործման նպատակով։ Այսինքն մենք ընդհանուր առմամբ նախապատրաստված ենք նախագծի իմաստով, մնացած առումներով նախապատրաստված ենք ծրագրի իրագործմանը, այդուհանդերձ այս ծրագիրը պահանջում է լրացուցիչ տեխնիկայի ներմուծում, լրացուցիչ մասնագիտական ներուժի մոբիլիզացում, որը հիմա եւ իրականացում է շինարարական ընկերության կողմից եւ մեր ակնկալիքն է այս տարի հենց մեկնարկել շինարարական աշխատանքները տեղում, այսինքն ֆիզիկական աշխատանք տեսնենք շինհրապարակում։ Որքան կարևոր է Հայաստանի համար Քաջանի թունելի կառուցումը։ Ես արդեն նշեցի, որ դա առանցքային նշանակություն ունի, որովհետև ճանապարհը Մեղրու լեռնանցքով 2200 մետր ծովի մակերեսից բարձրության վրա է եւ ինքնին շարժունակության համար դժվար անցանելի ճանապարհ է։ Ձմեռվա ամիսներին մենք այնտեղ առանձյան պայմաններում միշտ խնդիր ենք ունենում եւ ճանապարհը անվտանգ չէ։ Փոխադրումների տեսանկյունից ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային Մեղրու լեռնանցքը կդառնա այն անկյունակարային ենթակառուցվածքը, որը ամբողջությամբ կդյուրինացնի եւ կկրճատի դեպի Մեղրի հասնելը բոլորիս համար, նաև բեռնափոխադրումների համար։ Ընդ որում կարևոր է նաև նշել, որ մենք թունելը կառուցելու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան, ամբողջությամբ Եվրոմիության ստանդարտներով ենք նախագծումը իրականացնել եւ մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև անվտանգության պահանջների պահպանմանը թունելում։ Սա մեր ամենախոշոր այս պահին ծրագիրն է։
որը պայմանագիր ենք կնքել։ Լավ, Տիկին Ղալեչյան, Իրանում եղած ժամանակահատվածում խումբը նաև հանդիպում է ունեցել այլ տարբեր թեմաներով եւ մասնավորապես հնարավորություն եք ունեցել տեղում հասկանալու թե Թեհրան հյուսիս ճանապարհի կառավարման կենտրոնը ինչպես է աշխատում, թունելի շինարարության հետ կապված ինչեր են կիրառվում, ինչ տեխնոլոգիաներ եւ այլն։ Տպավորված եք արդյոք թե ոչ եւ ինչ կա, որ մենք կարող ենք կիրառել։ Շատ հետաքրքիր էր այցելությունը Թեհրան հյուսիս ճանապարհահատված եւ շատ նմանություններ ես անձամբ գտա հենց հյուսիսարև ծրագրի հետ։ Մենք ընդհանուր առմամբ ծանոթացանք թունելների կառուցման այն տեխնոլոգիաներին, ստանդարտներին, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը կիրառել է եւ այսօր այդ թունելները շահգործման մեջ են։ Տեղում նաեւ ծանոթացանք թունելներից մեկի շինարարական աշխատանքների ընթացքին կիրառված տեխնոլոգիաներին։ Կարծում եմ ընդհանրությունները շատ էին, տպավորված ենք իհարկե այդ թունելներով եւ նույնիսկ ընդհանրություններ գտանք մեր նախագծի հետ, թունելներից մեկը շատ ընդհանրություն նման էր մեր պլանավորած թունելի նախագծին։ Կարծում եմ փորձի փոխանակում էր, լավ փորձ էր մեր համար, առհասարակ մենք ներկայումս մանրամասն ուսումնասիրում ենք տարբեր երկրներում իրականացվող թունելաշինական ծրագրերը, որովհետեւ ինքնին Հայաստանը փորձ ունի, մեծ փորձ ունենք մենք թունելների մասով եւ այս փորձառությունը անշուշտ դրական ազդեցություն կունենա ծրագրի իրագործման, խնդիրների ժամանակին լուծման եւ առհասարակ այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար։ Կարևոր էր տեսնելու ինչ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում թունելների կառավարման, օպերատիվ կառավարման համակարգում եւ տեղում ծանոթանալով մենք արձանագրեցինք, որ թունելները կառավարվում են օպերատիվ կենտրոնից, ամբողջությամբ թունելում աշխատանքը եւ շարժը երթևեկությունը ամբողջությամբ կառավարվում վերահսկվում է մարդկանց երթևեկության մասնակիցների անվտանգությունը ապահովելու ընթացքում ամբողջությամբ 24-ժամյա ռեժիմով վերահսկում են օդափոխության համակարգը, հակարդեային համակարգը, առհասարակ արագարձագանքման կետերը, ինքնին ասեմ, որ դա թունելների շահագործման կարևոր նախապայման է եւ հետագայում մենք եւս ունենալու ենք համարժեք կառավարման կենտրոններ, այստեղ կարևոր էր ինչ տեխնոլոգիան ժամանակակից տեխնոլոգիաներ էին կիրառվել այդ օպերատիվ կառավարման համակարգը վերահսկելու համար։ Իսկ հնարավոր է կառավարման այդ փորձը նաև Հայաստանում կիրառել։ Այո, մենք գտնում ենք, որ կառավարման այս փորձը կարող ենք նաև Հայաստանում կիրառել, բազմաթիվ գործնական հարցեր տեղում ծանոթացանք եւ լուծեցինք եւ առաջիկայում մենք եւս մեկնարկելու ենք այդ օպերատիվ կառավարման կենտրոնների ներդրման գործընթացը կարծում եմ դա շատ կարևոր փորձ է մեր համար։ Այս նախագիծը բացառապես իրանական է, չէ՞, սրանում հայկական ներգրավվածություն, Հայաստանի ներգրավվածություն կա թե չկա։ Նախագիծը բացառապես իրանական է, Հայաստանը չունի որևէ մասնակցություն, բայց սակայն այս ծրագիրը նախագիծը մեր համար փորձի փոխանակման մեծ աղբյուր կարող է հանդիսանալ, թե տեխնոլոգիաների, թե կիրառված ստանդարտների, տրված ինժեներական լուծումների տեսանկյունից անշուշտ։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն էր, կհանդիպենք։